Դու ահա որ չես սիրում նկարվել։ Եվ հարցազրույց տալ։ Դու բացվում ես դերերիդ մեջ։ Դու բացվում ես քո կինոներում, դու բացվում ես քո դերերի խոսքերով, գրական նյութում, դու բացվում ես երաժշտությամբ երգելիս։ Դու բացվում ես կուլիսներում, երբ պատմում ես աշխարհի ամենահամով պատմությունները, բայց դու չես սիրում բաց լինել մարդկանց համար։ Խոր ինչի։ Ես անկեղծ չգիտեմ, դու շատ հետաքրքիր բան ասացիր, որ հա ես այդտեղ եմ ոնց որ բացվում։ Հա, եթե այդ բառը այդպես հասկանանք։ Գիտես, երևի խոսալ բոլորը կարող են։ Հիմա երբ ինչ մի ասում ես, որ բոլորը խոսում են, երևի դրա համար, որովհետև եթե ես այդ իմ ասածը գործով չեմ ապացուցելու կամ ես գործ չեմ անելու, հետո եմ խոսելու, ավելավա ես գործը անեմ, ինձ ցույց տամ այդտեղ, հետո խոսելու տեղ ունենամ։ Որտեվ միշտ ինչ որ մեկը որ խոսում է, չէ, հաճախ ուզում ես ասես, ով է այս մարդը, ինչ է արել։ Հա, բա դու ով ես, ինչ է խոսում։ Հա, ինչ է արել ինքը, չգիտեմ, մեկը մեկին ինչ որ փնովում է։ Փնովելուց առաջ պետք է հասկանալ դու իրանից ավելի շատ բան ես արել, այդ իրավունքը ունես ասելու, անելու, թե չէ։ Ինչ որ կոմենտներ են գրում, ինչ որ ես իհարկե չեմ կարդում, բայց ես վերջերս իմացա, որ ինչ որ չասեմ վատ, ասեմ ինչ որ դերից հետո թե չսազական ինչ որ բաներ գրող կոմենտներ տեսա ու մի բան հասկացա։ Ուրեմն 2006 թվականից, երբ որ ես մի վախեցիր Արցախյան պատերազմի մասին ֆիլմը նկարահանել եմ, այդ օրվանից մինչև այսօր իմ մասին վատ բաներ գրում են մենակ իմ թշնամիները։ Հարևան, չգիտեմ, հարևանա, թշնամիա, ինչա, սահմանից այն կողմ գտնվող մարդիկ են միշտ իմ մասին վատ կոմենտ գրել։ Հիմա եթե գրում են իմ երկրի մարդիկ իմ մասին վատ կոմենտ, ուրեմն ես իրանց համարում եմ այն ազգից։